Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Բարև ձեզ, պարոն Կոչուբաև, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Սկսենք վերջին օրերի ամենաղմկահարույց դեպքից։ Սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը Բալդիա Գրիգորյանը։ Անկախ նրանից, թե ինչ վարկածի շուրջ է քննությունը, սպանվել է համայնքապետ, որը ամիսներ առաջ պարտության էր մատնել ՔՊ-ին։ Նախ կխնդրեմ ձեր տեսակետը հարցի շուրջ, առհասարակ սա ինչի հետևանք էր։ Նախ պետք է խորին մեր ցավակցությունները հայտնենք ընտանիքներին, իդեպ Կարենի հետ Աբրահամյան միասին ենք սովորել, նաև պատիվ եմ ունեցել իրեն ճանաչելու, եւ դեպքը ինձ համար կրկնակի տրագեդիկ բնույթ ունի։ Շատ կարճ կլինեմ, սա այսպես ամենաթողության մթնոլորտի արդյունք է։ Բնականաբար իշխանությունը պետք է շտապեր սա վենդետա որպես որակել, որովհետև դա հեշտացնում է իրենց ամենաթողության միջավայրի այդ շղարշը, այսպես փակում է ամենաթողությունը, բայց մենք չենք կարող այդ երևույթից խուսափել։ Եվ գիտեք ինչպես է, ամեն լուսաբացին մենք տեսնում ենք սպանություն, այսպես կյանքի առողջության դեմ ուղղված հանցատեսակները սարսափելի մեծ երկրաչափական պրոգրեսիա ունեն եւ այն հռետորաբանությունը, որը ունի իշխանությունը խաղաղության օրակարգի շուրջ, դա լավ է, որ պատերազմ չկա եւ չեն կրակում սահմաններին, բա երկրի ներսով ով պետք է զբաղվի։ Իսկ վենդետայի վարկածը գիտեք ինչպես է, ես բացառում եմ, իրականում ես կբացառեմ վենդետայի, նախ որպես փաստաբան ես ներգրավված եմ եղել սկզբնական գործում, այն ինչ որ մերձավանում էր տեղի ունեցել, շատ լավ տիրապետում եմ եւ սկզբնական գործի փաստերին, եւ այնտեղ տուժողի եղբոր վարքագծին, հա, եւ առհասարակ այդ տղային տեսնելով վենդետան, գիտեք ինչպես է, ես չեմ դիտարկում։ Այստեղ արդեն թող գործընկերները իշխանությունից փորձեն գտնել մեղավորներ իրենց մեջ։ Եթե սա քաղաքական կոնտեքստ չունեցող սպանություն էր, ապա ամենաթողություն էր, եւ սա գիտեք ինչպես է, երկուսն է չափազանց վատ երևույթ է, բայց ամեն ինչ նմանվում է առավելապես քաղաքական հաշվի արդարի։ Նաև ես բացառում եմ այսպես հնդածս նետվող մյուս վարկածը, որ փորձել են Կարենին Աբրահամյան սպանել, նախ տեսանյութ ունենք, որից ակնհայտ է, որ թիրախը եղել է համայնքապետը, եւ հետո այն շարժառիթը, որը հիմա կա, նաև ես տեսա փաստաբանի Նարեկ Օհանյանի գրառումները, որ արկա են չարգրավված տեսանյութներ, ըստ որի Նարեկ Օհանյան գտնվել է իր տանը, այլ խոսքով գիտեք ինչպես է, այն որ մի տեսակ հանցավոր է իշխանության վարքագիծը, մի տեսակ կասկածելի է, այդ ինչու ցանկացած այլ սպանության աղմկահարույց դեպքով ՔԿ նախագահան չի վազում մեկ հարցազրույց տա, որ մենք սրա հետ կապ չունենք, տեղի է ունեցել վենդետա, հա, եւ կարծեք թե հանցագործը առաջինն է սկսում խոսել դրանից, իսկ ով էր իրեն հարց տվել, սա քաղաքական էր, թե ոչ, մինչ ժողովուրդը սգում էր համայնքապետի դժբախտ ողբերգալի մահը, արդեն ՔԿ նախագահան քչական կոմիտեի վազում է մեկ Պետրոսին աղաղակելու, որ սա քաղաքական վենդետա է։ Եվ սա չի կարող կասկած չհարուցել, իսկ ով ասեց, որ սա քաղաքական էր կամ ոչ, բոլոր դեպքերում ես ընդդիմությունից նման տեսակետ չեմ լսել եւ այդ օրերին ընդդիմադիր գործիչներն էլ տարված էին սգով, ոչ մեկի չէր մեղադրում, ավելին հենց իր կուսակցական գործընկերները, եթե մենք նայենք ապրելու երկրի գործընկերները իրենք էլ սգով էին զբաղված եւ դեռ մարմինը չսառած քրեանչական կոմիտեի նախագահան հայտարարում է, որ սա վենդետա է։ Լավ, ի սկզբանե Նարեկ Ներոհանյան կասկածյալը, հետո շատ արագ բացահայտվեց իրական մեղավորին, կասկածելիորեն արագ։ Շատ արագ, կամ գիտեք, ընդհանուր տպավորությունը այնպիսին է, որ փորձում են այսպես քող նետել, ազատում են մարզային դերակատարներին, վարչության պետին, ոստիկանության եւ քննչականի
իսկ իրենք ինչում են թերացել, երբ որ մարդուն աշխատանքից ազատում ես, պետք է ասես ինչի համար։ Եթե սա այդ քաղաքական, սա կրիմինալ վենդետայի թեզի շարունակությունն է, որ մեր գերատեսչությունները թերացել են իրենց աշխատանքում, մենք էլ պատասխանատուներին ազատում ենք, հա, բայց դա այդպես չէ։ Իսկ պետք է չէ պատճառաբանություն ընչի, որ ինչ պետք է անեին, որ չեն արել, եւ ինչը չեն արել, որ պետք է անեին։ Համենայն դեպս Մերձավանի դեպքերից հետո գոնե այն ծավալով, ինչքանով ես այդ գործում մնացել էի, կրքերը հանդարտվել էին։ Ոչինչ չէր հուշում նրա մասին, որ այս դեպքը շարունակություն է ունենալու։ Եվ գիտեք, տարբեր դավադրապաշտական տեսություններ, դե այդ օրը եղբոր ծննդյան օրներ, այնտեղ այն մի եղբոր ծննդյան օրներ, գիտեք, ամեն ինչ արվեց, որ սա ներկայացվի որպես վենդետա։ Վոլոդիա Գրիգորյանը հաղթեց եւ բառացիորեն խայտառակ ձևի պարտության մատնեց իշխանական գործընկերներին եւ իմ աչքին մի փոքր սա չներվեց իրեն։ Անկեղծ կրկնում եմ, եթե իշխանությունն էլ վարքը լիներ բնական, որ օրինակ դե ցավալի դեպք է, քննում ենք եւ այլն, բայց նման կասկածելի արագությամբ դեպքին տալ վենդետա միակ վարկածը եւ գիտեք ինչպես է, երբ որ քննչական կոմիտեի նախագահը հմեկով հարցազրույց է տալիս, դա կաշկանդում է գործը քննող քննիչին։ Հիմա կարող է գործող քննիչը, վարույթն իրականացնող, քննարկել այլ տարբերակ, եթե իր գերատեսչության ղեկավարը ասում է սա վենդետա է։ Բնականաբար գործը պետք է ստանա բացառապես այդպիսի ուղղություն, բայց սա մեր դատաիրավական համակարգի անելիքը չէր, սա ընդգծված քաղաքական կոնտեքստ ունեցող դեպք էր եւ այստեղ ոչ թե պետք է մեղավորներին փնտրել կրիմինալ միջավայրում կամ դեպքը որակել որպես կրիմինալ ինցիդենտ, այլ պետք է հասկանալ արդյոք իշխանությունը սկսել է երկարացնել ձեռքերը հատկապես ընտրություններին ընդառաջ։ Եվ սա կարող է արդյոք մյուս համայնքապետերին կամ թեկնածուների համար մեսիջ լինել, թե ոչ։ Հատկանշական է, որ բացի այն, որ ՔԿ նախագահը շատ շտապ գնաց հանրայինի եթեր հայտարարելու, որ սա վենդետա էր, նաև հայտարարեց, որ նախկինում էլ եղել են փորձեր, որոնք կանխվել են։ Այդ մասին ասում էր նաև ՆԳՆ խոսնակը սպանության հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում։ Այդ պարագայում ինչու սպանությունը չկախվեց եւ ինչու միանգամից քննարկել վենդետայի վարկածը, եթե մենք ունեցել ենք բազմաթիվ համայնքապետեր ընդդիմադիր, ովքեր հաղթելուց հետո քրեական գործերով են անցել տարբեր եւ Վալոդիա Գրիգորյանը միակ համայնքապետն էր, ով հաղթանակից հետո քրեական գործով չէր անցնում եւ նա էլ սպանվեց։ Ինչու քաղաքական չէ, ինչու այդպես շտապ գնալ ու ասել, որ սա քաղաքական չէ, եթե ուղղությունը դրան ավելի է գնում։ Գիտեք ինչպես է, սա նման է մի իրավիճակի, իշխանությունը սուտ է ասել եւ շտապում է ասել, որ մենք սուտ չենք ասել։ Ես կրկնում եմ, ախր ով էր այդ հարցը տվել։ Սա քաղաքական սպանություն էր, թե վենդետա էր, ով էր այդ հարցը տվել, արդյոք շատ սուր հանրային օրակարգ կար դրա շուրջ։ Ընդհանրապես բանավեճ էլ չկար, հանրությունը ցնցված էր պարզապես տեղի ունեցածով եւ այդ օրակարգը արհեստական գեներացվեց, որ սա քաղաքական, իսկ Վոլոդիա Գրիգորյանը գիտեր, որ իր նկատմամբ կրկին հանցափորձեր են տեղի ունեցել։ Լավ, այդ մարդը քաղաքական գործիչ է, բա որ փորձեր եղել են, որ կանխվել են, ինքը իր կուսակցությունը ինչի նման հայտարարությամբ հանդես չեկան, կամ ինչի ոստիկանությունը մեկ ճանճել բռնի, այնպիսի տեսանյութեր է պատրաստում աղաղակող, ինչի չէր ասվում, որ դեպք ենք կանխարգելել, կամ ի վերջո մենք խոսում ենք քաղաքական, ընդդիմադիր քաղաքական գործի մասին, եթե այդ գործի նկատմամբ լիներ հանցափորձ, այն էլ սպանության հանցափորձ, ինձ չի թվում Վոլոդիա Գրիգորյանը այն անձն է, որ կլռեր դրա մասին, կամ այդպես կսղացնեինք կանցներ։ Մենք խոսում ենք քաղաքական գործի նկատմամբ, որտեղ այս իշխանությունների պարագայում հաստատ կբարձրաձայնեին։ Բնականաբար, եւ ես կրկնում եմ, ինձ չեն կարող հակառակում համոզել։
ես ինքս եմ տեսել այդ տուժողի կեցվածքը, Նարեկի Օհանյան։ Այդ մարդը, խնդրեմ, տեսանյութն էլ հրապարակված է։ Կոչ էր անում ՔՊԻ-ին, կոչ էր անում իրավապահ մարմիններին արագ բացահայտել դեպի այդ մարդը կրիմինոգեն չի։ Այդ մարդը ձեզ ինչպես ասեմ, հանցագործ կերպար չունի եւ ինքն էլ ես ձեզ մի փոքր, քանի որ Մերձավանի դեպքն է դատարանում է, բացահայտեմ տվյալ ինքը ամբողջ առերեսումների ժամանակ ճշմարտություն էր որոնում։ Ինքը չգիտեր ով էր սպանել իր եղբորը։ Ինչի ընտրել Վոլոդյա Գրիգորյան, եթե ըստ Մերձավանի քրեական գործի իր եղբորը այլ անձ է սպանել։ Հա, այսինքն սա Գուցե ուղղորդում էր եղել։ Չէ, գիտեք ինչպես է, նայեք, այնտեղ հստակ էր գրակողն ով էր, չնայած գրակողը մեղքը չէր ընդունում, որ ինքն է, բայց այդ քրեական գործով բացահայտվել է, ում կրակոցից էր սպանվել Նարեկ Օհանյանի եղբայրը եւ դա Պայքար Գրիգորյանը չէր, Վոլոդյայի եղբայրը չէր, այսինքն ինքը նաև դեպքով ընդհանրապես մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, սպանության խնդիր էլ չկա։ Եվ եթե մենք այդ տարբերակն ենք դիտարկում, այստեղ կարելի է մի փոքր խորանալ այս թեմայի շուրջ, հաշվի առնելով, որ գործ ունենք այստեղ էլ ՔՊ, այնտեղ էլ ՔՊ, այսինքն Մերձավանի միջադեպն էլ բոլոր դեպքերում ՔՊ-ական արմատներ ուներ, բայց եթե դա այդպես է, սա ընդհանրապես շատ լավ շարժառիթ էր բնականաբար, բայց նպատակը Վոլոդյա Գրիգորյանի կյանքն էր։ Թե հիմա դրա անունը վենդետա դրեցին, թե դրա անունը բաց թողում դրեցին, այսօր այդ մարդը այլևս չկա եւ սա պետք է արձանագրել, որ հերթական քաղաքական մահ ունենք, հա, քաղաքական մահ, այսինքն համայնքապետ ընդդիմադիր, ով ամիսներ առաջ, հա, խոսում եք քրեական վարույթից, ես վստահ եմ չհասցրեցին պարզապես, այնպես չէր մի բան չէին հնարի քրեական գործ իրենց ստեղծագործական ձիրքի վրա ես չեմ կասկածում, պարզապես նոր էր ընտրվել, չհասցրեցին, բայց այստեղ ես տեսնում եմ նաև հստակ քաղաքական մեսիջ բոլոր ընդդիմադիր հայտ ներկայացնողներին, որ տեսեք նման վերջաբան տեսականորեն հնարավոր է։ Այսինքն վենդետա էր, թե քաղաքական սպանություն էր, բոլոր դեպքերում մահացավ ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ սա կարծում եմ հերթական անգամ այս արյունը, այս իշխանության ձեռքերի վրա է։ Այսինքն այս իշխանությունը ցավոք սրտի առանց արյունի չի կարողանում գոյատևել եւ Վոլոդյա Գրիգորյանի ցավալի դեպքն էլ, եթե եզրափակենք նայենք, դրա հաջորդ օրը սպանություն եղավ, հա, այսինքն Արաքս գյուղում այո։ Արաքսում դրա հաջորդ օրը Կապանում սպանություն եղավ եւ սա ինչ է նշանակում, որ իրավապահները առնվազն տեղում չեն եւ ինձ համար մի քիչ էլ տարօրինակ է։ Հիմա բա ինչի Սյունիքի օրինակ մարզային վարչության պետեր չեն ազատվում կամ օրինակ մյուս մարզեր եւ հասկանալի է, չէ, որ ձուկը փդել է գլխից եւ պետք է գլուխ փոփոխել։ Ամենամեծ հարգանքը ունենալով Արփինե Սարգսյան, հա, իր անձի հանդեպ, բայց ներքին գործերի համակարգը այն վայրը չէ, որ առաջին պաշտոնը լինի փոխնախարար, հետո նախարար եւ այդ գերատեսչությունը դու կարողանաս ղեկավարես, որովհետեւ ոստիկանության ներսում ընդվզում կա, որովհետեւ ինքը ոստիկանության ներսում ընկալված նախարար չէ։ Ես կրկնում եմ, որպես իրավաբան միայն դրականը կարող եմ ասել իր մասին, իր մասնագիտականի մասին բացառապես դրականը, հա, ինքը հարատավորված չէ, որպես մասնագետ շատ լավն է, բայց գիտեք ինչպես է, ներքին գործերի նախարարը այն պաշտոնը չէ, որ այստեղ ապրոբացիա
լինի կստացվի թե ոչ, ինչպես որ գլխավոր դատախազությունը, ինչպես որ մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես որ արդարադատության նախարարը, սրանք այդ հաստատությունները չեն, որ մենք այսպես սա թող սեքսիստական չհնչի, բայց սրանք գերատեսչություններ են, որտեղ գերակշռում են տղամարդիկ եւ իրենց պետք է տղամարդ ղեկավար։ Եվ սա ես վերագրում եմ ոչ թե այս մարզայինի պետի, այն միլ պետի կամ այս քննիչի կամ քննչականի պետին, այլ սա ես վերագրում եմ համակարգերին, որովհետև համակարգերն են փդած։ Եթե իրավիճակը այսպիսին է, այսինքն հանրապետությունը ցնցվում է սպանության դեպքից, դրա հաջորդ օրը սպանություն, դրա այն մի օրը սպանություն, եւ սա գիտեք ինչպես է խոսում է, որ կրիմինալ միջավայրը առհասարակ երկրում տիրում է ամենաթողություն։ Երկրում տիրում է մի վիճակ, երբ մարդ սպանելը, մարդու վրա կրակելը, մարդ դանակահարելը վերածվել է նորմալ պրոցեսի։ Եվ սա կրկնում եմ, այդ արյունը ամբողջությամբ իշխանության ձեռքերի վրա է։ Այ հատկանշական է նաև եւս մեկ հանգամանք, որ սա արդեն բոլորորդ դեպքն է, երբ տեղի ունենում սպանություն եւ քննությունը ընթանում է ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված վարկածով, որը նա հապշտապ առավոտյան ժամը 8-ին գրեց իր Facebook-յան էջում իբրև թե ցավակցական ուղերձի քողի տակ, այսպես ասած։ Առաջին մեր դեպքն էլ 15 զինծառայողների այրվելու դեպքն էր։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք ինչպես է, երբ գործադիրի ղեկավարից, կամ գերատեսչության ղեկավարից դուրս է գալիս որևէ ֆրազ, որ պատիժը պետք է ամենախիստը լինի, որ մեղավորները պետք է պատժվեն, որ մեղավորը կալանավորվել է, մեղավորը ձերբակալվել է, սրանք մեսիջ են այն գործը քննող քննիչին եւ լայն առումով գերատեսչությանը, որը իրենց հավաքական ղեկավարի արդեն իսկ այն անձով ձերբակալվել է, ինքը մեղավոր է, որ այն անձով կալանավորվել է, պետք է իր դատապարտումը ապահովել, որ ասում է պատիժը պետք է ամենախիստը լինի, պետք է նայել քրեական օրենսգիրքը դրա համար առավելագույն ինչ պատիժ է սահմանել եւ դա լինի։ Եվ ես ինչքանով որքանով հասկացել եմ վարչապետի գործելավոճը, ինքը երբեք ուղիղ ցուցում չի տալիս արեք այսպես կամ արեք այսպես։ Ինքը միայն կարծում է, ինքը միայն խորհուրդ է տալիս, իսկ անողները շատ լավ գիտեն, որ այդ կարծիքը իր մեջ պարտադրանք է պարունակում։ Բոլոր դեպքերում լինենք անկեղծ, վարչապետը մինչ օրս ուղիղ ցուցում չի տվել։ Ինքը ասել է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Եվ սա արդեն մեսիջ է քննիչին, որ այն ծավալը, որ ինքը հիմա ունի, դա արդեն ավարտված վարույթն է։ Նույնը այս դեպքով, նույնը զինծառայողների այրվելու դեպքով, այսինքն եթե հələ մի պահ գլխավոր դատախազ եւ քննչականի պետ մի կողմ թողնենք, վարչապետը երբ որ խոսում է, որ դեպքը բացահայտված է, պատիժը պետք է խիստ լինի, այստեղ սրանք անզգույշ են։ Եվ լինենք անկեղծ, ով էլ լինի, այստեղ մարդկային գործոն է։ Եթե արդեն վարչապետի շուրթերից հնչել է, որ մեղավորը բացահայտված է կամ սա քաղաքական վենդետա է, այդ որ քննիչն է, որ ասելու են վարչապետը, որ գրել էր սուտ էր կամ կեղծ էր, բնականաբար գործը հստակ ուղղորդում է ստանում եւ սա վարչապետի կայուն վարքագիծն է իշխանափոխությունից հետո բոլոր աղմկահարույց գործերով էլ ինչի միայն էս վերցնենք սրբազանների գործը, ինքը արդեն գնահատական տվել է դրան, որ հնչել են բռնի հրապարակային կոչեր, մենք տեսանք դատախազը վերդիկտը եղավ մեղադրական, հիմա է սրբազանի համար 2 տարի ազատազրկում են ուզում։ Բագրատ Սրբազանի մասով արդեն իսկ ինքը որոշել է, որ այստեղ իշխանության զավթման կամ աբեկչության խնդիր կար, որովհետև ինքը ռետորաբանությունը կառուցում է, որ աբեկիչները բռնել են։ Հիմա այն խեղճ դատավորը ինչ անելու դա։ Լինենք անկեղծ, դա Ես այնքան էլ խեղճ չէի համարել դատավորը։ Դե բնականաբար դա ճակերտի մեջ, բայց դա իր համար արդեն իսկ մեսիջ է։ Հավատացեք, իրեն պետք չէ ԱԱՑ-ից զանգեն, ասեն այս գործով
էս կանես կամ այն կանես, հա, պետք չի, որովհետև ինքը արդեն լսել է, որ Միքայել Սրբազանը իշխանությունը զավթելու կոչ է արել, Բագրատ Սրբազանը ահաբեկչություն է կատարել, եւ սա արդեն կայուն վարքագիծ է եւ այսօր երբ որ աղմկահարույց քրեական վարույթներ են նախաձեռնում, մենք պետք է ոչ թե նայենք գործի փաստերին, այլ այդ մարդը ստատուս գրեց, թե չէ։ Եթե չգրեց, գործը կընթանա սովորական պայմաններում։ Եթե ստատուս գրեց, արդեն մենք ունենք միակ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Իրենց կողմից, իշխանականների կողմից չակերտավոր գործը բացահայտելուց հետո, երբ որ քննչական կոմիտեի ղեկավարը գնաց հանրայինի եթեր, տեղի ունեցավ, այսպես ասած, վրեժի արդարացման գործընթաց, ու բացի այդ, միանգամից առանց դատական գործընթացի եւ մեղադրական վերդիկտի առկայության, նման հայտարարություններ անելը հանրայինի եթերում քննչականի ղեկավարի կողմից, արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ։ Գիտեք, անմեղության կանխավարկածը 2018 թվականին է դեռ մահացել, հիմա մենք բարբերաբար տոնում ենք սփռիչը, տարին, տարելիցը, այսինքն անմեղության կանխավարկածը որպես երևույթ շատ վաղուց մահացած է եւ այստեղ պետք չէ իրեն վերակենդանացնելու փորձեր կատարել, ինչը մենք անում ենք։ Բնականաբար անգամ ես նկատում եմ լրագրողները անգամ այդ էթիկան պահում են ձևակերպումների մեջ զգույշ են, ասում են ենթադրյալ հանցանք կատարել, առերևույթ հանցանք կատարել եւ այս առումով մեդիան մաքուր է այդ առումով, բայց քննչականի ղեկավարը ընդ որում նկատեք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի քննիչ պարտավոր է հավաքել ինչպես անձի մեղավորությունը հաստատող, այնպես էլ անմեղությունը հիմնավորող ապացույցներ։ Հիմա այդ մարդը, որ գնում է, այնտեղ ասում է վրեժեր, էսերեներ, արդյոք հիմա իրենք նաև պետք է հավաքեն անձի անմեղությունը հաստատող ապացույցներ։ Բնականաբար ոչ եւ դրա մասին արդեն իսկ հրապարակային խոսվում է։ Ըստ հանրային դարձած տվյալների Նարեկ Օհանյանի բակում տանը եղել է տեսախցիկ, որը արձանագրել է, որ ինքը տանն է եղել։ Եվ դեպքից արդեն 1 շաբաթ անցել է, չի առգրավվել այդ տեսանյութ, որ նայեն այդ մարդը ճիշտ է ասում օրինակ, թե չէ։ Եթե այդ մարդը ճիշտ է ասում, բնականաբար ամբողջ այս շղթան քանդվում է։ Իսկ այդ արդարացումները դրանք ուղղորդված են եւ այդ արբանյակները եւ սկզբնաղբյուրը եթե նայես, դա էլի մեզ տանում է դեպի իշխանականներ։ Հա, դեպի իշխանության այս կամ այն դերակատարի արբանյակ է տանում։ Այսինքն սա հստակ մեսիջ էր, որ սկսեք ամբողջությամբ այս բռնությունը արդարացնել, հերոսացնել, վրեժը հասկանում եք դեռ փաստը չհաստատված դատավճիռն էլ մի կողմ մենք խոսում ենք ընդհանրապես կասկածի մասին եւ բնական է չէ որ առաջին կասկածյալը պետք է օրինակ այդ մարդը լիներ որովհետեւ եղբորը իր եղբայրը ամիսներ առաջ էր սպանել կասկածը չփարատված նվազագույնի տիրույթում մեղադրանք չառաջադրված վիճակում այս թեզերը նետելը ընդ որում դժբախտաբար մենք արդեն գիտենք այդ սխեման ինչպես է աշխատում, այսինքն կան որոշակի դերակատարներ ցույցում այջվում, ովքեր որոշակի լսարան ունեն եւ այդ լսարանի վրա աշխատելով հանրային կարծիք են ձևավորում, իսկ այսօր հանրային կարծիքի վրա ազդելու տեխնոլոգիական ասպեկտը բավականին հեշտ է եւ Նարեկ Օհանյան հերոս դարձավ անգամ եթե ինքն էր սպանում հերոսացման process է գնում նաեւ այսինքն եթե անգամ ինքն է եթե անգամ ինքն է դրա լավը ո՞րն է դրա վրեժը ո՞րն է ես կրկնում եմ անգամ այն գործով հաստատված չէ ով էր ում սպանել այնտեղ խառը կրակոցներ են եղել եւ եթե այնտեղ չկա հաստատում ով էր ում սպանել ես չեմ հասկանում Նարեկի Օհանյան շարժառիթը կրկնում եմ առերեսման ժամանակ ինքն էր խնդրում մեղադրյալներին ասել ով է կրակե այդ մարդը չգիտի, այդ մարդը ինքն իր համար չի բացահայտել ով էր իր եղբորը սպանը, հասկանում եք։ Գնար այն ժողովրդի լեզվով ասած նավսյակի մարդ սպանի։
Եվ ես կրկնում եմ, այդ դուժողը, այդ կեցվածքը, այդ ունակությունը, այդ հմտությունը չունի, այնտեղ դուք տեսնում եք ախր կրակողը բավականին պրոֆեսիոնալ, ռազմական, ես որպես 10 տարի զենք բռնած մարդ, ես վստահ չեմ, որ քայլելով կարող ես այդպես շատ դիպուկ կրակոցներ արձակել, քայլելով, վազելով, եւ այստեղ ընդգծված է, որ սա պրոֆեսիոնալ սպանություն է։ Սա պրոֆեսիոնալի ձեռքի գործ էր։ Հա, ես չեմ ուզում այն դետալները տեսանյութի մեջ երևացողը բոյով էր, կարճ էր, չաղեր, նիհար էր, այդ դետալները թողնենք մի կողմ, հա, այ կրակոց արձակելը առհասարակ, հա, երբ որ ասում են նախկին փորձերը կանխվել են, եթե այդպես օպերատիվ տվյալներ կային, որը սենց դեպքեր պետք է ունենային, ախր Կարենից Աբրահամյան այդ մարզում ավելի պրոֆեսիոնալ ոստիկան շատ բարդ կլիներ գտնելը, քրեական ոստիկան։ Եվ եթե օրինակ ոստիկանությունը գիտեր, որ այդպես նախապատրաստվում է կամ տեղել են դեպք կանխել, ես Կարենին Աբրահամյան ճանաչելով ես վստահեցնում եմ, ինքը այդտեղ ոչ մի դեպքում չէր լինի։ Եվ ինքը պրոֆեսիոնալ ոստիկան էր, եթե լիներ քրեական այսպես հաշվեհարդարի խնդիր, ինքը արանք չէր մտնի։ Ես թող ասեմ բոլորը Կարեն Աբրահամյան ինչպիսի ոստիկան էր։ Նա եթե միտեղ տեսներ քրեական միջավայր, ինքը այդտեղ չէր մտնի ֆիզիկապես։ Եվ գիտեք ինչպես է, անվերջ կարող ենք խոսել մեկ բան է ակնհայտ, կրկին ցավալի մահեր, կրկին անունը ինչ ուզում ենք դնենք, բայց վենդետա կլինի, քաղաքական կլինի, միևնույնն է մենք ունենք արյուն։ Նույն ձևով գիտեք ինչպես է, պատերազմում այդքան զոհ եւ վիրավոր ունեցանք, փոխարենը իրավաքաղաքական գնահատականի փոխարեն կրկին սրա պատճառով եղավ, նրա պատճառով եկավ են, մեկը նասկի էր գողացել, մեկը զենք էր գողացել, մեկի զենքը չէր կրակել, հրամանատարներս վատն էին, ձեր տված հրթիռները վատն էին, եւ այս իշխանության վարքագիծն է, ցանկացած իրավիճակում, այո, մենք մեղավոր ենք եւ գիտեք ինչպես է, եթե բանը հասել է, որ պետք է պատասխանատուն հրաժարական տա, ախր դա վարչության պետերը չեն։ Վստահաբար այդ երկու վարչության պետն է երբ տղաներ էին։ Մենք քաղաքականից դուրս շփվում ենք չէ մարդկանց հետ։ Մենք տեսնում ենք իրենց որակները, բայց նաև տեսնում ենք իրենց ղեկավարների որակները եւ իրենց ղեկավարների տված ցուցումներն ենք տեսնում եւ այս առումով ասելիք մենք ունենք իրենց ղեկավարներին վստահաբար քավության նոխած դարձան վարչության պետերը իբր թե իրենց բաց թողումներ։ Բայց եթե դեպքեր եղել էին կանխել էին այդ մարդիկ այդպես նորմալ։ Ոնց էր բաց թողում։ Հա, ել ինչ բաց թողման մասին է խոսքը։ Դուք խոսեցիք Նարեկ Օհանյանի, այսպես ասած, հերոսացման գործընթացից, նույն ինք այդ կոնտեքստում վրեժի արդարացման գործընթաց է տեղի ունենում։ Նաև խոսեցիք պատերազմից, զոհերից, նույն հաջողությամբ, ինչու իշխանությունները այդ նույն ջատագովությամբ, նույն ըմբռնումով չեն մոտենում զոհվածների ծնողների կողմից վրեժով լցված լինելու օրինակ հանգամանքին եւ փոխարենը կալանավորում են օրինակ Արա Ռոստոմյանին, Գարիկ Գալեյանին։ Գիտեք ինչպես է, զոհվածների ծնողները իրենց ընդհանրապես հետաքրքիր չեն, ընդհանրապես, հա, այդ մարդիկ վշտի մեջ կարող են գնալ պաշտպանության նախարարություն, իրենց չընդունել, իրենց կալանավորել, հա, այսինքն զրո ընկալում պետությունը, զրո մոտեցում է մարդկանց հանդեպ։ Այն դեպքում, երբ իրենք պետությանը տվել են իրենց ամենաթանկը։ Հիմա եթե ամեն ինչ իր տեղում լիներ, այս ծնողները պետք է լինեին մեր թիվ 1 օրակարգը եւ պետք է լիներ իրենց պահանջը լսելը, իրենց ունկնդրելը եւ հասկանում եք լմահացածները մի կողմ այնտեղ ունենք անհետ կորածների ծնողներ, ովքեր դեռևս հույսը սրտում սպասում են ինչ որ գործողություններ, որ հնարավոր լինի հետաքննել դեպքը, հայտնաբերել մարմինները կամ ֆիզիկապես
իրենց, բայց մենք ընդհանրապես լալա հառաջ տեքստեր ենք լսում խաղաղության վերաբերյալ։ Խաղաղությունը դա է նշանակում։ Վերցրեք ձեր գերիներին, տվեք մեր գերիներին, ասեք մեր մահացածների աճյունները որտեղ են, ասեք մեր անհետ կորածները որտեղ են, համատեղ աշխատանքային խմբեր ձևավորել, գնալ պատերազմի վայրեր, աճյուններ փնտրել։ Այդ տեսանյութերը կան, չէ, որ կամազով թաղում էին մեր տղաների աճյունները, այսինքն ակնհայտ է, որ մի մասը, որ ասում ենք անհետ կորած, դա ընդհանրեն աճյուն չհայտնաբերվածն է։ Եվ խաղաղության այդ կեղծ օրակարգը խաղաղություն է միայն Ադրբեջանի համար։ Իրենք էլ զոհեր չեն ունենա, իրենց միակ երկու գերին է սիրիացի երկու վարձկաններն են, ում իրենք թքած ունեն, բայց վերջերս լուր կարդացի, որ նաև այդ երկու վարձկաններին է Ադրբեջանը պահանջում։ Այսինքն գլոբալ այս օրակարգ, որ այլևս խաղաղություն է, մեր հանրությանը պետք է բացատրվի։ Իրենք այս կուտը շատ քաղցրահամ է թվում, որ պատերազմ չի լինելու խաղաղությունը, բայց խաղաղություն նշանակում է ձեռքի տալ, լավ, եթե չգիտեմ, մենք այդքան անհեռատես ենք կամ ավելի կոպիտ բառերով կարելի է մեզ բնորոշել, որոշում ենք Թուրքի ձեռքը բռնել եւ ասել դուք մեզ ներեք, մենք ձեզ ներենք, այլևս խաղաղություն է։ Բայց չէ որ խաղաղություն կնշանակի նաեւ մեր Ադրբեջանի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Ադրբեջանից հետ բերելը։ Այ դա կլինի խաղաղություն։ Այ դա կլինի կամ դեռևս Ադրբեջանը, եթե խաղաղությունը ինչ անկլավներից է խոսում, հա։ Ինչ սահմանադրության փոփոխություն։ Տեսեք, մերոնք սրանք խոսում են, որ Արարատը պետք է որպես տեղանուն չօգտագործվի, մեր ֆուտբոլային Վան թիմից են սրտնեղում, իսկ Ադրբեջանը Երևան թիմ ունի հենց հիմա, հələ մեր Վան ունենալը մի քիչ տրամաբանական է։ Վանը պատմական մեծ հայքի մեր զարդերից է եղել, բայց Ադրբեջանի Երևան ունենալը, գիտեք ինչպես է, սա արդեն նշանակում է, որ սա մեկ գոլանի ֆուտբոլ է, այսինքն սա ընդհանրապես խաղաղություն է Թուրքի համար, հա, իրենք էլ զոհեր չեն ունենա, իրենք կորուստներ չեն ունենա, կբարգավաճեն, իրենց համար միջանցքները կստանան, իսկ հայկական շահը որն էր այս պատմության մեջ։ Հա, եթե մենք Արցախը սակարկման առարկա դարձրեցինք հանուն խաղաղության եւ ռետորաբանությունն էլ դե որ չենք կարողանալու մեկապահենք, լավ խաղաղության մեջ էլ չէ կարելի է արժանապատիվ լինել։ Խաղաղությունը կամ այդ բառի բովանդակությունը այնպեսին է, ինքը միակողմանի երևույթ չէ։ Հայերն էլ պետք է լինեն խաղաղ, թուրքերն էլ, բայց եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը այնտեղ ահաբեկչության ծանր հոդվածներով դատվում է, մեր գերիները այնտեղ փտում են ադրբեջանական բանտերում, մենք չգիտենք մեր անհետ կորածները ուր են, հա, մենք անգամ նվազագույնը չգիտենք Ադրբեջանում քանի գերի ունենք, մեր երեխաների աճյունները ուր են, ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ, հա։ Այստեղ բնականաբար սրանք մեկ շահի սպասարկման մասին են վկայում եւ մեր իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը ինձ մոտ տպավորություն է, որ մեկ խողովակից են գալիս։ Կարծում եմ ձեր նշած հայկական շահն էլ 2018-ին են անմեղության կանխավարկածի հետ թաղվել է։ Այո, գուցե։ Այս պահին մենք ունենք բացառապես քաղաքական դրդապատճառներով կալանավորված սրբազաններ, որոնց դուք հիշատակեցիք, ազգային բարերար, դրան զուգահեռ ունենք գրեթե կրիմինալի վերածված երկիր։ Ամեն օր սպանություններ, դանակահարություններ, արդյոք սա նրա հետևանքը չէ, որ իրավապահ համակարգը զբաղված է զուտ քաղաքական գործերով եւ դա հանգեցրել է երկրի այս բարձի թողի վիճակին։ Մի քիչ ձեր հարցին փորձեմ շատ խորքային պատասխանել։ Ինքը այսպես դետերմինանտները բազմաթիվ են, ինչու է սա այսպես։ Բնականաբար ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, դա կրիմինալի հետ դիալոգի բացակայությունն է։ Սա առաջին հայացքից որպես պնդում հղի է վտանգներով, որովհետև ինչ դիալոգ կարող է լինել կրիմինալի հետ պետք է անողոքաբար կռիվ տալ։
Բայց աշխարհը եւ կրիմինոլոգիական արդի զարգացումները հակառակի մասին են խոսում, որ երբեմն կրիմինալի հետ դիալոգը կարող է տալ դրական արդյունքներ։ Ինչ է դա նշանակում։ Այն որ հիմա բարձի թողի այս վիճակում է, կրիմինալ աշխարհի գլխավոր դերակատարների թուլության արդյունք է։ Այսինքն, եթե նախկինում հենց կրիմինալ միջավայրներ զսպում զենքի օգտագործումը, կրիմինալ աշխարհի այսպես գլխավոր դերակատարներն էին արգելում թմրամիջոցի այսպիսի ահռելի շրջանառությունը, զենք դանակ կիրառելը իրենց կանոններով, հա, ինչի անունը մենք դրեցինք քրեական ենթամշակույթ։ Իսկ քրեական ենթամշակույթի մեջ կա նաև դրականը։ Դա պարտադիր չէ, որ ամեն անգամ հանցավորի մասին է եւ պարտադիր չէ, որ ամեն անգամ վատի մասին է։ Քրեական ենթամշակույթը իր մեջ ունի նաև դրական էլեմենտներ, օրինակ առանց պատճառի զենք չօգտագործել, եթե օրենքով գողերի կողմից արգելվում է թմրամիջոցի կոնկրետ տեսակի շրջանառությունը, բոլորը պետք է ենթարկվեն դրան, ով ընդունում է այդ ենթամշակույթը եւ առհասարակ օրենքով գողերի դերի թուլացումը, իսկ սա ես համարում եմ սոցիալապես օգտակար երևույթ եւ այս երևույթը մշտապես երբ որ նայենք իր ծագումնաբանությանը, թե ինչպես եղավ որ հիմնադրվեց ՆԿՎԴ-ի կողմից եւ ինչ զարգացում ապրեց, սա վերահսկողական շատ լուրջ մեխանիզմ էր ամբողջ հանցավոր աշխարհին։ Եվ քանակական առումով ավելի լավ չէ 10 հոգի օրինակ ճակերտավոր հանցանք կատարի, բայց զսպի հազարների կողմից հանցանք կատարելը։ Բնականաբար մենք չենք կարող խոսել հանցավորության տոտալ վերացման մասին, դա ուտոպիկ պնդում կլինի, մեր խնդիրը դրա չափը, դրա մակարդակը իջեցնելն է։ Դրանում առանձնապես ծանր ու ծանրների քանակը իջեցնելը։ Իսկ մենք երբ որ քրեականացրինք քրեական ենթամշակույթը եւ հենց գլխավոր դերակատարներին զրկեցինք հնարավորությունից կրիմինալ միջավայրը պահել ափի մեջ, մենք նաև ունեցանք այս խնդիրը։ Զուգահեռ սրան նաև ոստիկանությունը կազմաքանդվեց, բնականաբար այն հիերարխիան, որը եղել էր ոստիկանությունում, դա քանդվեց, այն ստորաբաժանումների փոփոխությունները, օպերատիվ բլոկի քայքայումը, ես չեմ պատկերացնում օրինակ 8-րդ դասարանի ատեստատով քրեական ոստիկան, անկեղծ թող ինձ ներեն բոլորը, բայց այստեղ միայն կրթական ցենզը չէ, այստեղ անհրաժեշտ էր աշխարհ հայացք, հա, մի փոքր կենսափորձ, իսկ նախկինում երբ որ բացառապես իրավաբանական կրթություն ունեցող անձը կարող էր հավակնել իրավապահ համակարգում աշխատանքի, նշանակում էր այդ անձը եկել է, սովորել է իրավաբանական ֆակուլտետում, որոշակի կենսափորձ է հավաքել եւ այլն։ Այսինքն իրավապահ համակարգի թուլացումը, դերի նվազեցումը, քաղաքականացումը այդ հիմնարկի եւ մյուս կողմից կրիմինալ միջավայրի հետ դիալոգի բացակայությունը մեզ հանգեցրեց քրեաբանական այս վիճակին, երբ մեր երկրում տիրում է ամենաթողություն։ Լիներ սա տարիներ առաջ քաղաքում սա զուտ անկեղծ կրիմինոլոգիական վերլուծություն է, այդպես թող չթվա գովաբանությունն է այս երևույթի, բայց նախկինում կրիմինալ միջավայրի այսպես ղեկավար գեներալիցետ այդ բառն օգտագործենք, եթե քաղաքում զենք օգտագործվեր, իրենք պետք է գնային պատասխան տալու, թե զենքը ինչի է կիրառվել, հա, եւ եթե պատասխանը չունեին, պատժի էին ենթարկվում ըստ իրենց կանոնների, եւ սա զսպում էր փողոցում տեղի ունեցողը, այսինքն մարդ գիտակցում էր, որ եթե ինքը զենքի կիրառման համար պետք է հետո X կետերում պատասխան տա, չէր դիմում եւ բացի այդ, սա մեկ, հետո թմրամիջոցների ահռելի շրջանառություն, Հայաստանը երևի թե վերածվել է, չգիտեմ, ինձ շատ է հիշացնում Կոլումբիան, այո,
դպրոցներում թմրամիջոց է, համալսարաններում թմրամիջոց է, ամենուրեք թմրամիջոց է եւ ցավը նաեւ որ նաեւ ծանրացել է թմրամիջոցի տեսակը։ Եթե մինչեւ իշխանափոխություն հիմնականը մարիխուանա տեսակներ, հիմա մետամֆետամինն է եւ եթե իշխանականներն էլ իսկ կարծեք թե պես շատ գաղտնի չէ տեղեկատվությունը առնվազն սեր ունեն այդ երևույթի նկատմամբ կամ մենք վերածվել ենք երկրի, որտեղ կարող է քրեական գործ բացահայտվել, որ 900 կիլո թմրամիջոց են հայտնաբերվել ու կորի, ուր է այդ թմրամիջոցը, հասկանում եք, մենք մի երկիր ենք, որտեղ քննչական ապարատից $700,000 կարող է կորել եւ սա ոչ թե անգրագիտության արդյունք է, սա արդեն ամենաթողության, գիտեք, նիհիլիզմի, իրավական նիհիլիզմի դրսևորում է, որովհետեւ բոլորը թքած ունեն բոլորի վրա, այսինքն զսպող օղակներ չկան։ Այո, եւ հանրային խոսույթն է փոխվել, եւ փոխվել է հանրային ընկալումը, իրավագիտակցության ցենզը ծայրահեղ ընկել է, հանրային պատասխանատվություն չկա, մենք վերածվել ենք ծայրահեղ սպառողական հասարակության, իսկ նմանատիպ հասարակություններում այս ամեն ինչը հավատացեք նորմալ է։ Եվ մենք ոչ թե հիմա խնդրի լուծումը փնտրենք կրիմինալ աշխարհում, այլ առհասարակ այս գլոբալ գործընթացներում։ Այս ամենի ֆոնին շատ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է օրինակ եվրոպական երկրներ, ենթադրենք 3 Ստրասբուրգում եւ խոսում ժողովրդավարությունից, արդարադատությունից, մարդու իրավունքներից, զարմանալի է իհարկե Հայաստան դրա հետ ինչ կապ ունի այսօր, կարևորը ինքը խոսում է։ Ինձ կխնդրեմ ասեք, թե դուք ինչ ակնկալիքներ ունեք Միքայել Սրբազանի գործով վճռից, որը կհրապարակվի շուտով, եւ Բագրատ Սրբազանի գործով վճռից այս անարդարության պայմաններում արդյոք կա որևէ դրական ակնկալիք։ Բնականաբար դրական ակնկալիք ունենալը միամտություն կլինի եւ Միքայել Սրբազանի մասով այլևս դրան սпасել պետք չէ, որովհետեւ ունենք մեղադրական վերձիգ։ Եվ ինքն է մեղքը չի ընդունում, հետևաբար առողջ տրամաբանությունը ուշում է, որ լինելու է ազատազրկում ենթադրող պատիժ, այսինքն դա արդեն արդյոք դատախազի պահանջը կբավարարվի։ Գիտեք ինչպես է, անգամ 1 օր, եթե 1 օր պատիժ նշանակվի Միքայել Սրբազանին, միևնույնն է Արմինեն Մելիքսեթյան այլևս որպես դատավոր, որպես մասնագետ, նաև դժբախտաբար նույն համալսարանում ենք դասավանդում եւ ես չեմ պատկերացնում ինքը ինչպես է մտնելու լսարան եւ ուսանողներին քրեական իրավունք բացատրելու, երբ ինքը բռնաբարել է այդ քրեական իրավունքը դատական նիստերի դահլիճում։ Ինքը այդ գործից հետո ինչպես է մտնելու դատական նիստերի դահլիճ եւ որպես արդարադատություն իրականացնող մարմին հանդես գալու։ Հասկանում եք, ինքը որպես մասնագետ շատ մեծ ցավով եմ սա ասում, որովհետև շատ լավ հարաբերություններ ենք ունեցել իր հետ, բայց ինձ համար կան կարմիր գծեր, իսկ ինքը գնաց այդ կարմիր գծից այն կողմ եւ ես շատ կոպիտ ասեմ, թքած ունեմ այդ հարաբերությունների վրա, ինքը որպես մասնագետ այլևս ոչնչացված է։ Տեղից էլ շատ այդպես դրական չէր այդ ամեն ինչը, բայց կարծում եմ ինքն իր կենսագրությունը թաղեց իր հետ գնաց։ Հիմա, բայց ես ինչի Մելիքսեթյանին չեմ վերագրում սա, որովհետև ինքն արել է այն, ինչ իրեն ասել է, հա, այսինքն այստեղ ակնհայտ է։ Հիմա բնականաբար պետք է սպասել ազատազրկման, իսկ ժամկետը կարծում եմ 1 օր թե 2 տարի մեծ հաշվով ոչինչ չի փոխում, որովհետև մեր այսպես Ֆեմիդայի աչքերը բացել են եւ ինքը բաց աչքերով է իրականացնում այդ արդարադատությունը, բայց եւ այնպես ակնկալիք բնականաբար ունենալ պետք չէ եւ պետք չէ նաեւ ձեռքերը ծալել եւ պատվիրաբար բոլոր հնարավոր պլատֆորմները պետք է օգտագործել այս ամեն ինչը բարձրաձայնելու համար։ Գիտեք ինչպես է, Նիկոլ Փաշինյանը 10 տարի անց եկավ իշխանության, ինքն իրեն արդարացրեց։ Բայց նաեւ
կան քարեր նետելու ժամանակներ եւ կան այդ նետած քարերը հավաքելու ժամանակներ։ Այս ամեն ինչը անհրաժեշտ է մեկ նկատառմամբ, որ մենք վաղը ամեն մեկս հիշենք մեր հարցազրույցը, մեր խոսքը, մեր դատական վարույթները, հիշենք ով ինչ արեց այս երկրի կործանման համար։ Այսինքն, երբ որ եկավ այդ քարերը հավաքելու ժամանակը, այո, հանրային համերաշխություն պետք է, բայց հանրային համերաշխության մենք կարող ենք հասնել բացառապես այդ բոլոր ստահակներին ճզմելուց հետո։ Այսինքն ես չեմ կարող գոնե համերաշխ ապրել մի երևույթի հետ, որ իմ երկրում երկու arczepiskopos կալանքի տակ են։ Սրա հետ թող ինձ ներեն բոլորը, բայց ես հաշտ չեմ եւ չեմ էլ պատրաստվում հաշտ լինել եւ չեմ էլ պատրաստվում ներել նրանց, ովքեր կատարել են այս ոչրագործությունները։ Սա դատավարություն չի բնականաբար, եւ սա որպես եւ իրավաբան եւ թող նաեւ որոշակի առումով հասարակական քաղաքական խոսույթի համատեքստում սրանք բոլորը մեկ կենտրոնից, մեկ անձի վախերն են։ Հայաստանում երևի թե սպանություններից, գողություններից ավելի շատ կան ահաբեկիչներ, հա, կան իշխանությունը զավթել փորձողներ, կան դրա կոչերն անողներ, եւ սա խոսում է ինչի մասին, որ ռեժիմը այն մի հատ հայտնի, այո, մի փոքր այլ գրականությունից է, բայց երևի թե ռեժիմը իրոք խոճապի մեջ է, իսկ սրանք փրփուրներից կախվելու վերջին փորձերն են։ Եվ մեր վերջին հարցը պարոն Կոչուբաև այսօր հայտնի դարձավ, որ արդարացվել է դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով 2019 թվականին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո իհարկե հնչեցին Նիկոլ Փաշինյանի հայտնի քոչերը, շրջափակվեցին դատարանները, դռները եւ այլն, եւ 6 տարի անց փաստացի դատավորը արդարացվում է։ Գործը նրա ձեռքից վերցրել են, փաստացի հակասահմանադրական ճանաչված հոդվածով շարունակում են, բայց նշյալ դատավորը արդարացվեց, սա ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, պարոն Գրիգորյանը ընդհանրապես այդ պատմության մեջ արդյունքն էր այդ ամեն ինչի, եւ շատ լավ է, որ դեռևս հնարավոր է այս երկրի այսպես խարխլված արդարադատության պայմաններում նման լուծման հասնել։ Սա նշանակում է, որ պետության իմունոհամակարգը ամբողջությամբ քանդված չէ, եւ ես վստահ եմ այն դատավորները, ովքեր կայացրել են սա, այս որոշումները արդարացման, դա նրանց տրվել է չափազանց բարձր գնով, ես դրանում կասկած չունեմ։ Հիմա դա մի փոքր գլոբալ խնդիր է, տեսեք, երբ որ Փաշինյանը 19 կամ 20 թվականներին գոռգռում էր, որ մարտի 1-ը ըստ էությամբ եւ ամբողջ ծավալով բացահայտված է, այդտեղ արդեն բոլորը պետք է հասկանային, որ վերջ երկրորդ նախագահը այլևս ազատության երես չպետք է տեսներ, մինչև այդ հոդվածի առավելագույնը։ Բայց այստեղ հայտնվում է Դավիթ Գրիգորյան, որ փոփոխում է խափանման միջոցը։ Ընդ որում շատ լավ է, որ Դավիթ Գրիգորյանը որևէ ասոցիացիաներ չուներ երկրորդ նախագահի իր թիմակիցների հետ, այսինքն չեզոք ֆիգուր էր ընդհանրապես։ Եվ այս որոշումը, երբ որ կայացվեց, շրջափակվեցին դատարաններ, այդ որ ասում եք գնում է Եվրոպա ժողովրդավարությունից խոսում, ես վստահ եմ ինքը չի պատմել, որ ես իմ երկրում Facebook-ով գոռում եմ, գնացեք դատարան շրջափակեք, ժողովուրդն էլ տենց ոչխարի հոտի պես, հա, գնում այդ ամեն ինչը իրագործում է, այսինքն ես վստահ եմ եվրոպացիք չգիտեն այդ ամեն ինչի մասին, կամ էլ գիտեն, բայց ինչ որ մի զիջման դիմաց լռում են, այսինքն ես հիշում եմ ոստիկանությունում էլ եմ ծառայել, հերիք էր մենք մեկ մեղադրյալի հետ ոստիկանությունում կոպիտ խոսեինք, էլ Human Rights Watch, էլ Freedom House, էլ Եվրոպական միության դեսպանատուն, ես ուղիղ կկոչեմ Freedom House-ի գրությունը ուղղված ոստիկանությանը, ասում էին ընդամենը մեղադրյալին ձերբակալելուց տեղի էր ունեցել անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրում, գրել էին, որ ոստիկանության վայրագ գործողությունները 21-րդ դարում մտահոգիչ են,
Իսկ այդ նույն կառույցների համար, հա, մտահոգիչ չէ այս ամեն ինչը, որ կարող են Լևոն Քոչարյանին մեքենայի մեջ ծեծել, վերջում ասել, հա, վերջում բռնել ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածով իրեն քրեական պատասխանատվության կանչել կամ կալանավորել, կամ որ ոստիկանը լրագրողի է քաշքշում, մեկ միջազգային կառույց անգամ ձայն չհանեց, որ լավ են քաղաքական ֆիգուր էր, բայց էլ լրագրող էր, ժողովրդավարության հիմնասյունն էր, 4-րդ իշխանության ներկայացուցիչ էր, զերո արձագանք, հա, զերո արձագանք, կամ զոհված զինծառայողների ծնողների են ծեծում բերետները, երեխաների են քաշքշում, ամեն ինչ անում են, բայց ազգային ժողովի դիմացի դեպքերը, բռնակների կիրառումը, դրանք արդեն այն աստիճան անթիվ են, դրանք թվարկելու համար մեզ օրեր կպահանջվի, բայց գլոբալ միջազգային հանրությունն էլ է լուր այս առումով, ծայրահեղ լուր են, իրենք էլ են ժողովրդավարություն խաղում, բայց ես կրկնում եմ, մենք եթե իջնենք 18-ից ներքև, ցանկացած ոստիկանություն ռեակցիա հավաքի նկատմամբ, օրինակ ըստ դիտարկումների ոչ համաչափ միջամտությունը, դա կհանգեցներ միջազգային այդ կազմակերպությունների շատ կոպիտ արձագանքի, չափազանց կոպիտ արձագանքի, իսկ այսօր բոլորը մի կողմում են, այսպես մենք մի կողմում, եւ այս առումով Դավիթ Գրիգորյանը շատ լավ է որ արդարացվել է, բայց վստահ եմ ինքն էլ գիտի, որ այս պատմության հետ ինքը եւ այդ քրեական վարույթի հետ առհասարակ առնչություն չուներ, հա, ընդհանրապես առնչություն չուներ եւ այդ ժողովրդավարություն խաղալը մեզ մոտ ընդամենը կարելի է որպես պիես բեմադրել, որովհետեւ մենք բավականին հեռու ենք այդ գործընթացներից, իսկ մեր ժողովուրդը այլևս, քանի որ բավականին պատասխանատու նախաշեմի ենք, պետք է ամեն ինչը վերհիշի։ Արդյոք այս 18-ից այս կողմ կլինի այդ պահին 8 տարվա ընթացքում ինչ եղավ մեզ հետ, ինչ ունեինք, ինչ էինք, ինչ դարձանք, հա, ու ուր ենք ուզում գնալ։ Այլևս մենք ունենք նախկին ճանապարհը, որը քայլել ենք, տեսել ենք, ունենք գործող ճանապարհը եւ ունենք տեսլականներ, հա, եւ այստեղ ժողովուրդը պետք է շատ վճռական լինի այս հարցում, այստեղ գիտեք ինչպես է, հատուկ էլ քարոզարշավ պետք չէ, հա, որովհետեւ այստեղ քաղաքական ուժի խնդիր չի լուծվում, ով պետք է գա իշխանության։ Այստեղ հա, այստեղ պետք է լինի ցանկացած մարդ բացի գործողից, հա, ցանկացած այսօրվա ֆիգուրանտ, որը արկա է քաղաքական դաշտում, քննարկելի է, կոնսենսուս մինուս մեկը դեռևս չի կորցրել իր արդիականությունը, նախ չլինի այս մարդը, որ հետո մենք քննարկենք մյուսները, եւ պետք է մենք հիշենք Արմեն Գրիգորյանին, գնա որ էլ մարդ չմեռնի, հա, ինչպես էր ասում, սա արդեն մեր հանրապետությունում պետք է որպես թևավոր խոսքի նայել, պետք է գնա որ էլ մարդ չմեռնի, հա, եւ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Արմեն Գրիգորյանի խոսքերը մարգարեական են, քանի այս մարդը այնտեղ նստած է, մենք ունենալու ենք այսպիսի կասկածելի սպանություններ, այսպիսի փլուզված դատաիրավական համակարգ։ Շնորհակալ եմ, պարոն Կոչարյան։